Վալմարի ամենափոքր կտավն անգամ հսկայական մոնումենտալ տպավորություն է թողնում։ Արտիստն իր ստեղծագործությունների արտացոլումն է միշտ ուժեղ ու դինամիկ։ Նա տաղանդավոր է և համարձակ։ Ես Վալմարին ցանկանում եմ այն հաջողությունները, որին նա արժանի է։ Ժանսեմ, գեղանկարիչ, Փարիզ։ Վալմարը տաղանդավոր նկարիչ է, որին շատ մեծ ապագա է սպասվում, և հուսով եմ, որ նրան կտեսնեմ իբրև մեծ գործերի վարպետի, Երվանդ Քոչար։ Նրան հուզում է ամեն ինչ տեղի ունենում կյանքում և կարծում եմ այն գույները, որ ինքը օգտագործում է իր ստեղծագործություններում, օգտագործում է շատ հրաշալի։ Վալմարը տաղանդավոր նկարիչն է, որ վարպետորեն և յուրահատուկ կերպով կտիրապետե իր արվեստին։ Իր հորինումները կազմված են հմուտ և հանճարեղ ձևով։ Կենսահորդ է իր ներկայացուցած արվեստը, որ ներկա է նաև բանաստեղծությունը, Վալմարին կսպասե լուսավոր ապագա։ Գարզո, Ֆրանսիայի արվեստի ակադեմիայի անդամ։ Ամբողջական վերցրած հայրիկի աշխատանքները պայքար են, մեծ հաշվով սեր կյանքի հանդեպ, որովհետև կան լավատեսություն։ Հպարտենք, որ առիթ ունեցանք Վալմարի գործերը ցուցադրելու Նյու Յորքում։ Նկարներից փոխանցված խորին զգացմունքները արինքնող են։ Միջնորդություն երաժշտության միջոցով։ Որքան մանրակրկիտ աշխատանք կա նրա գործերում, նրա կոմպոզիցիաներն ու գունային լուծումները բացառիկ են, Վալմարը կարեկցանքով ջերմությամբ լի արվեստագետ է։ Ալբերտ Բրոնդշտեյն, Նյու Յորքի Q պատկերասրահի տնօրեն։ Հայաստանից դուրս ես 1000-ից ավել նկար ունեմ, Հայաստանից դուրս։ Հայաստանի մեջ իմ տանը, իմ արվեստանոցում, հիմա ես ցուցահանդեսի 212 հատ նկար էի կախել։ Այդ իմ սեփականությունն է։ Երբ աշխատում եմ, ներխուժում եմ մի այնպիսի աշխարհ, որտեղ ժամը վերածվում է երաժշտության։ Ով աշխարհին աշխարհ է ընծայում, ուրեմն իր ներսում բացահայտել է պարգևի գաղտնիքը, Վալմար։ Արվեստը ստիպում է քեզ զգացական իմպուլսի հետ արտացնել, քնած իմպուլսի հետ զարթնել։ Վալմարի աշխարհը տոգորված է արվեստի առավել արդիական ըմբռնումների շնչով։ Նրա բնանկարները, նատյուրմորտներն ու դիմանկարները, ինչպես նաև գրաֆիկական աշխատանքները ջերմացած են խոհական քնարական տրամադրությամբ ու պայծառ թախիծով։ Շահեն Խաչատրյան, արվեստաբան։ Թանգարանից միայն կնոջս պորտրետն եմ բերել, 7 ազգային պատկերասրահում գործ ունեմ, Շամայգից արվեստի թանգարանում ունեմ, բոլոր թանգարաններում գործեր ունեմ։ Ես ոչ մի թանգարանից, ոչ մի անհատ մարդուց գործ չվերցրեցի։ Իմ խնդիրը իմ ունեցածը ներկայացնելն է, ես իմ աչքով տեսեմ իմ անցած ճանապարհը, ես իմ աչքով տեսեմ իմ արածը, ինչ եմ արել այս տարիների ընթացքում, ինչքան եմ կարողացել անել այն, ինչ որ ուզեցել եմ անել։ Իսկ Վալմարի աշխատանքներում շատ բաներ ազգային մշակույթի ծնված և զարգացում ունեցող իհարկե իր դեմքով։ Վալմարի յուրաքանչյուր կտավ իրենից ներկայացնում է խորհրդավորության և զուսպ զգայասիրության մի զարմանահրաշ զուգորդություն։ Նրա նկարները պետք է երկար դիտել, ամփոփվել, մինչև որ դրանք բացահայտեն իրենց առեղծվածը։ Ռենե Պերես, արվեստաբան, Գալերի Տամենագա, Փարիզ։ Այս հրաշալի արևոտ օրը Արա Սարգսյան ցուցասրահում բացվում է Վալմարի անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է նկարչի 75-ամյակին։ Ես շնորհավորում եմ բոլորիս այսօրվա ցուցահանդեսի կապակցությամբ և ցանկանում եմ Հայաստանի նկարիչների միության կողմից ուղերձը կարդալ ձեզ։
գեղանկարիչ, հայ ժողովրդական նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Վլադիմիր Մարգարյանին Վալմարին։ Մեծարգո պարոն Վալմար, դուք հայ կերպարվեստի ակնառու արվեստագետներից եք եւ ձեր աշխատանքները իրենց հաստատուն տեղն են զբաղեցնում հայ անվանի նկարիչների ստեղծագործությունների շարքում, որոնք ցուցադրվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան երկրների տարբեր վայրերում, մասնավոր հավաքածուներում, ինչպես նաեւ ազգային պետական թանգարաններում։ Անգնահատելի է ձեր կատարած աշխատանքը ուսումնական տարբեր հաստատություններում որպես ղեկավար։ Անմնացորդ եւ պատասխանատվության մեծ նվիրվածությամբ ձեր կոչմանը տարիներ շարունակ կրթել եւ փոխանցել եք երիտասարդ սերնդին այն ամենը, ինչ ժառանգել եք ձեր ուսուցիչներից, մեր հայ ազգի հականավոր վարպետներից։ Հայաստանի նկարիչների միության անունից սրտան շնորհավորում եմ ձեր ծննդյան 75-ամյակի առթիվ, մաղթում քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ եւ ամենայն բարիք։ Շնորհավորում եմ։ Հայտարարում ենք ցուցահանդեսը բացված, խնդրեմ համեցեք։ Այսօր մենք գտնվում ենք Վալմարի կազմակերպված ցուցահանդեսում, նրա 75-ամյակին նվիրված, եւ սա մեր ազգի համար, մեր պետության համար իսկապես մեծ իրադարձություն է, մեծ տոն է, որովհետեւ կարող ենք վստահ ասել, որ Վալմարը մեզանում հանդիսանում է լավագույն գեղանկարիչներից 20-րդ դարի եւ արդի հայ արվեստում։ Վալմարի արվեստը ցնցեց իր ուժգնությամբ, խորությամբ եւ գույների ներդաշնակությամբ։ Վալմարի նկարչությունը գերազանց որակի է։ Այն լի է մարդկային հուզումով, զգացմունքներով եւ ներկայացնում է մարդկային բարդ հարաբերությունները, մշակույթների տարբերություններն ու ընդհանրությունները, ավանդականի եւ ժամանակակցի միջև եղած ներդաշնակությունը։ Վալմարի արվեստը թույլ է տալիս նրան դասելու համաշխարհային նկարիչների շարքին։ Պետեր Գելբման, արվեստաբան, Carmel Art Gallery, Օտտավա։ Յուրաքանչյուր նկարիչ կոնկրետ ես իմ մասին ասեմ, ես փորձում եմ անել այն, ինչ որ իմ սիրտը հոգին է թելադրում։ Ես անում եմ ինչ որ իմ ներքին աշխարհն է, իմ հոգի հարազատը, ինձ ինչ որ հոգի հարազատը, հարազատ մնալով ինքս ինձ, անդադ մոդելնալով ինքս ինձ, ես իմ աշխարհն եմ ստեղծում, որ նայողը միանգամից խորանա, մեջը տեսնի, որ սա Վալմար է։ Հայկական գեղանկարչության մեջ Վլադիմիր Մարգարյանի անունը հայտնվեց 70-ականների սկզբին։ Նկարչի աշխատանքներն ուշադրություն գրավեցին նախ եւ առաջ իրենց ակնառու ստեղծագործական նորույթներով, յուրօրինակ եւ ժամանակակից գեղանկարչական վիրտուոզ վարպետությամբ։ Իր ստեղծագործության մեջ հատկանշական են նվիրվածությունը ազգային եւ համաշխարհային արվեստի մնայուն ավանդույթներին։ Սկզբնական շրջանում ինձ համար 72-ից սկսած կապույտների, արտացոլումների իմ մեկնաշխարհը, իմ պահանջը, ցանկությունը եղել է վերարտադրել, անել այն ինչ որ իմ սիրտը հոգին է թելադրում եւ խնդիրներ եմ ունեցել, այդ խնդիրները փորձում եմ լուծել այս շրջանն է, շատ գործեր չկան, հիմա կա երիտասարդությունը կապույտ է, սիրո առաջի գույնը կապույտ է, երիտասարդական երբ որ նկարիչը սկսում է նկարել եւ այլն, երիտասարդական տաների գույնը սկսում է կապույտով։ Կապույտ, կապտը կանաչ, կանաչը տեղնաբուն, նարնջագույն։ Երբ որ հասունանում է ծառի վրա պտուղը, չէ, կապույտ, կապտը կանաչ, վերջը նարնջագույն։ Նույն տեսակ արվեստն է, երիտասարդական տարիների կապույտը, հիմա իմ ցուցահանդեսին 72 թիվը կապույտների շրջան էր, հայերենի արտացոլումներով աստիճանաբար կապտը կանաչ, կանաչը տեղնաբուն, եւ քանից հասնում է չազը արդեն ծիրանագույն։ Դա բնդատված չի, դա բնական ինքնին առաջացող վիճակ է։ Նկարելու ընթացքում կախված թեմայից, կախված վիճակից, կախված ոնց ասեմ, ժամանակից։ Նկարչի ստեղծագործական կյանքի սկիզբը կարելի է համարել Գյումրիում նկարված «Իմ պատուհանից» բնանկարների շարքը,
քիչ չեն հին փոշոտ նրբանցքների եւ արչնաբերական աուրան պահպանած կտավները։ Բնակավայրերում ուշագրավ են տների փողոցների տեսարանները, նրանց երկարաձիգ խորքայնությունը եւ ճարտարապետությունը։ Այստեղ հատկապես վառ են արտահայտված նկարչի անկեղծ սերը, հոգեկան ջերմությունը դեպի հարազատ երկիրը, նրա յուրաքանչյուր անկյունը։ Ինձ ճիշտ ասած դուր է գալիս այդ մոնոխրոմ գույները, ասենք թե իմ պատուհանի շարքի շատ դուր է եկել, բայց գիտեք նորից եմ ասում, օրինակ վերջի աշխատանքները երաժշտության նվիրված, դրանք պահանջում էին տարբեր գույներ։ Իսկ այստեղ, որ բնանկարները, այդ մոնոխրոմ գամման ինքը շատ հաճելի է նայվում ու ստեղծում է այս սառնությունը, որ նայում ես այս ձմեռային բնանկարները, ոնց որ դու ինքդ զգում ես այդ սրտությունը, այդ ձյունը եւ մթնոլորտը։ Դե իմ ամբողջ Գյումրում ապրած տարիների ընթացքում ավարտելուց հետո ես իմ ձմեռային շարք արեցի, չէ՞, սպիտակներով, մաքուր եւ այլն, իմ պատուհանից նկարշար արեցի ամբողջ Գյումրի։ Եվ Գյումրով պեյզաժներ արեցի եւ այլն։ Հիմա այն ինչ որ ասենք ինձ հետաքրքրում են եւ այլն, ես դա արել եմ։ Դրա համար եմ ասում, ինքը փոփոխական է, ինքը աշխատում է ոչ թե մի ոճով գալիս է ու մի բան պատկերացնում է, այլ իր հոգու մեջով է դա անցկացնում ու իր վերաբերմունքը զգացվում է այդ իր նկարների մեջ, տվյալ պահվա իր վիճակը, հոգեկան վիճակը, իր տրամադրությունը եւ այլն։ Ամեն մի նկարիչ պետք է ունենա իր խնդիրը։ Հիմա կոնկրետ ես երիտասարդական տարիներին իմ համար խնդիր ա եղել հալիների արտացոլումներով նացումորտների շարկանել կամ չորացած ծաղիկներով նացումորտների շարկանել, որ արդեն ծաղիկը ենթակա չի փոփոխման, կայուն վիճակ ունի, տեսնել այդ նույն փունջ ծաղիկը եւ տակից եւ կողքից եւ հետեւից եւ այլն։ Հետո ունեցել եմ, ասենք, բնանկարների շարք, այդ շարքերը անելուց խնդիր եմ դրել իմ առաջ, տվյալ խնդիրը լուծել ընթացքում, ինչքան ժամանակ է դա անցել, մի տարիներ, թե մի քանի տարիներ, վերջը, երբ որ արդեն ներսում ես հագեցել եմ, հասկացել եմ, որ կարողացել եմ անել, կամ ինչքան եմ կարողացել անել, հետո դա փակվել է, արել եմ մի հատ ուրիշ գնացել եմ, ասենք Իսպանիա, արել եմ վենետիկյան տպավորությունը, գնացել եմ Իտալիա, վենետիկյան տպավոր, Վենեցիա, գնացել եմ Իսպանիա ցլամարտեր, գնացել եմ, ասենք մի հատ ուրիշ երկիր, Ֆրանսիա ճարտարապետ։ Այսինքն այդ պայքար շարք, երաժշտական շարք, չկրված երաժշտություն, երաժշտության այն կողմը, կանանչ երաժշտություն, օրինակի համար, սիրո թեմաներ, ընտանեկան թեմաներ եւ այլն, այդ խնդիրները ստանում քո առաջ եւ փորձում ես այդ խնդիրները լուծել ընթացքով քո մտքերով քո Վալմարին միշտ գրավել է լուսաօթային միջավայրի պարզությունն ու թափանցիկությունը։ Նա նոր ձևեր եւ արտահայտչական միջոցներ է փնտրում նատյուրմորտների յուրօրինակ արտացոլումներ շարքում։ Այդ նպատակով նա օգտագործում է ապակու եւ հայելու մակերեսը, ստեղծելով ձևի եւ լույսի գրավիչ անդրադարձներ։ Նատյուրմորտները նկարվել են բաց թերթերի, նռան պտղի, չորացած ծաղիկների արտացոլման հետ համադրությամբ զանազան միջավայրերում եւ տարբեր դիտակետերից միաժամանակ։ Եվ Քոչարի աշակերտն եմ եղել։ Քոչարի երաշխավորությամբ ես ընդունել եմ նկարչության շարքերը։ Քոչարի երաշխավորությամբ շատ հարցեր իր խորհուրդներով ինձ նկարում էին, տանում ցույց էի տալի, իրան հրավիրում էի, նայում էր խորհուրդներ տալի, ասում էր, լինում էր, ասենք հիմա ցուցահանդեսին ես հիշում եմ 72 թվին արված իմ նացումորտը, հալների արտացոլումները, չորացած ծաղիկները, երբ որ ցուցահանդեսը բացմանը Քոչարը ներկա էր, եկավ նայեց ցուցահանդեսը, որ մոտեցավ իմ նկարին, ասես տեսնում եք ընկերներ, դե Քոչարը որտեղ բոլորը հետևից շրջապատված գալիս էին, տեսնում եք ոնց է նկարել Վալմարը, որ հիմա ես այդ փայտով խփեմ այս ապակին ցեն կհանենքան կարողացել է իշքան ներքելով, իշքան զգացական իմպուլսերով կարողացել է վերարտադրել են, ինչ որ իր ուզեցել է, ինքը ցանկացել է եւ այլն։ 1972 թվականին ավարտելով Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը եւ աշակերտելով Երվանդ Քոչարին, մեծանուն գեղանկարիչը հավատարիմ մնաց նրա խորհուրդներին։
Նկարչի կյանքը մի անխոչնդոտ վերելք է հիշեցնում։ Առաջին անհատական ցուցահանդեսը արվեստաբան Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ, 3 տարի անց անհատական ցուցահանդես Տարտույում, Էստոնիա, հետո Մոսկվայում, Յուրմալայում, Լատվիա, 1987-ին առաջին այցելությունը Փարիզ և ցուցահանդես Կարիկ Պասմաջյանի ցուցասրահում։ Այդ պահից սկսած այլևս դադար չի ունեցել Վալմարի հաղթարշավն արտասահմանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներին հաջորդել են Հունգարիան, ապա Մեծ Բրիտանիան, ապա արաբական երկրները և ցուցահանդեսներ աշխարհի ամենահեռավոր երկրներում։ Գիտեք, ընդհանրապես Վալմարը ոնց նկատել եմ շատ վառ գույներ չի օգտագործում, ավելի զուսպ գույների մեջ է արտահայտվում եւ կարծում եմ այդ զուսպ գույները համադրելը շատ ավելի դժվար է, քան ավելի վառ գույների մեջ։ Դա գալիս է նաեւ իր բնությունից, ինչպիսի անհատականություն է նա, ինչպիսի անձնավորություն է նա, բնականաբար դա ենթագիտակցորեն արտահայտվում է իր ստեղծագործություններում։ Տարվա տարբեր եղանակներին բնանկարների մասին ասեմ եւ նատյուրմորտների մասին ասեմ, որ Վալմարը նաեւ շարունակում է Շիրակի Գյումրվա դպրոցի գեղանկարչության այս գունազգացողությունը։ Վալմարի նկարչությանը ես ծանոթ եմ վաղուց, կարելի է ասել, երբ առաջին շարքերը Գյումրվա տեսարաններ, հետաքրքիր տարբեր եղանակների շատ հետաքրքիր էին եւ ապա նրա ընթացքը շարքային մտածողությամբ, այսպես շարքերով ցիկլային մտածողությամբ եւ Գյումրվա երկրաշարժից արհավիրքի տեսարանները, բայց ոչ թե մարդկանց սպանելու, մարդկանց ճնշելու այդ հույզերով, այլ ինչ որտեղ նաեւ այդ ամեն ինչի տակից դուրս գալու այդ բանը երանգները նկարչության հենց այդ միտումը ունեն։ Շատ ուրախալի, շատ տոնական օր է, որտեղ ի վերջո հոբելյանական ցուցահանդես 50 տարիների իր ամբողջ ստեղծագործական կյանքը կարծես թե ներկայացված է այս սրահում։ Եվ իսկապես սկսած վաղ շրջանից 72 թվականի իրաց գործերը, որոնք մեկը մյուսին այսպես հարմոնիկ, շարադրված գալիս են թեմաները, որ ամբողջ կյանքի ընթացքում արիթմներ է ունեցել տարբեր երկրներում շրջագայությունների ժամանակ, շրջագայություններից հետո այդ ամենը իմի բերել արվեստանոցում եւ ներկայացնել։ Ինքը իր մի ոճի մեջ չի մնում, ամեն մի սիտուացիոն բանը իր մոտ առաջացնում է մի նոր ինչ-որ արտահայտվելու ձև։ Դա կարող է լինի ինչ-որ абստրակտ բան, դա կարող է լինի ինչ-որ ֆորմալիստական, զուսպ կլասիկ նատյուրմորտների եւ նատյուրմորտներ ասենք թե ուրիշ շարքի, այդ որ sense շարքերով սա խմբավորված է այդ ցուցահանդեսը, դա շատ հաճելի է ու շատ պատկերավոր է, որ մենք հասկանանք այդ նկարչի մեծությունը եւ իր դերը եւ իր տեղը հայ կերպարվեստի մեջ։ 1990-ական թվականներից հետո Վալմարի գործերում նկատվում է գերակշռող գույների փոփոխություն, շեշտվում են կարմիրը, դեղինը, նարնջագույնը։ Գույների հարաբերակցությունը ըստ նրա տարիքի հետ կապված զգացողություն է։ Տարիների ընթացքում փոխվում են մինչև իսկ ինքնանկարների, բնանկարների գունային լուծումները, մեծանում է ցայտնությունը, գերակշռում են տաք գույները։ Որպես արվեստագետ, այո, լայն մտահորիզոն, աշխարհընկալում ավելի իսկապես էլի լայն իմաստով եւ այն որ գեղանկարիչներից անընդհատ ամբողջ կյանքի ընթացքում սովորելու բան կա եւ հայրիկը միշտ հետեւելով ես տեսել եմ թե ինչպես է հայրիկը գեղանկարչական ալբոմներ է ուսումնասիրում անընդհատ, թե ինչպես մենք ճամփորդելու ընթացքում միշտ թանգարաններ ենք այցելում եւ դա ամենակարևոր մասն է թերևս մեր ճամփորդությունների, դա կարևորում եմ, այո, այսինքն ճանաչել արվեստ համաշխարհային եւ հետո դրա միջոցով նաեւ ճանաչել ինքներս մեզ որպես նկարիչ եւ դա օգնում է լինել լավատես միանշանակ։ Գիտեք, ինձ միշտ հետաքրքրել է մի բան, որը
եզակի է, ինքնատիպ է։ Երկիր, քաղաք, մարդ, ամեն ինչ, երբ որ ինքը Իրանը նման, ուրիշի նման չի, արդեն ինձ համար արժեք է։ Ինձ համար արժեք է Վենետիկը, որովհետև Վենետիկի նման քաղաք աշխարհում չկա։ Իմ մեջ ցանկություն առաջացավ գնալ Վենետիկ նկարել, 1-2 ամիս մնալով, 1 տարուց ավել աշխատելով, ցուցահանդես արեցի ես միայն Վենետիկյան շարքի ցուցասրահում, հետո շատ հետաքրքիր էր Վենետիկը եւ մինչեւ հիմա դեռ այդ տպավորությունները, որ առիթալիում նույնիսկ գնում եմ, հիմա են։ Արդեն 1 տարի չէ, որ օրինակ մեր պետական համալսարանում գրվում են բազմաթիվ գիտական աշխատանքներ Վալմարի արվեստ ուսումնասիրելու համար։ Գծի եւ գույնի առումով ես ասացի ձեզ, այստեղ ուղղությունները տարբեր են։ Եթե խոսքը վերաբերում է, ասենք, բնանկարին կամ նատյուրմորտին, մենք տեսնում ենք, որ այստեղ իշխում է ակադեմիական եւ շատ խորը գիտակցությունը։ Եթե խոսքը վերաբերում է ավելի այսպես գծային, գունային տարբեր ֆանտազիաների եւ համադրությունների կողմին, ապա այստեղ արդեն Վալմարը ավելի ազատ է, բայց այդ ազատության մեջ անշուշտ արվեստաբանի աչքը նկատում է եւ պինդ գծագրի եւ պինդ մտածելակերպի ամուր նկարչի ձեռագիրը։ Վալմարը խուսափում է իզմերից, գտնում է, որ ամեն կայացած նկարիչ իրենն է ստեղծում։ Տվյալ դեպքում դա այն է, ինչ արվեստաբանները երբեմն կես կատակ, կես լուրջ վալմարիզմ են անվանում։ Մեծանուն գեղանկարիչը շատ հաճախ է անկեղծանում, որ իր սեփական աշխատանքների արժեքը հասկանալու համար ժամանակ է պետք։ Միգուցե նկարդ միտեղ դրված ամիսներ սպասես, մինչև ենթագիտակցորեն զգաս, որ ստեղծագործությանդ մեջ ինչ-որ բան կա, կապված է հետդ, քոնն է, չես կարող բաժանվել դրանից։ Երբ երիտասարդ ես, առանձնապես չես ընկալում նկարիդ իրական արժեքը, չես գիտակցում, որ այն այլևս չի կրկնվելու, որ ինքդ էլ ես փոխվելու հետագայում։ Պետք է որոշ ժամանակ անցնի, փորձառություն ձեռք բերես, որ դա հասկանաս։ Եթե նկարի մեջ ներուժ կա, այն ստիպում է ամեն անգամ նկարի կողքով անցնելուց նկարին նայել։ Վալմարի վերջին տարիների գործերը ևս երիտասարդական ավյուն են կրում իրենց մեջ։ Պատկերված տեսարանները ցլամարդ, մականախախ, պատկերներ շրջագայություններից, երաժշտություն, ինքնին խոսուն են, համահունչ նկարչի հավատամքին։ Եթե ունես սիրելու հատկություն, ապա միշտ երիտասարդ կմնաս։ Ես Իսպանիայում, Իտալիայում, պարարվեստի, Արգենտինայում, տարբեր երկրներում պարարվեստի ժամանակները տպավորությունն եմ ես նկարել, այն ինչ որ ես ասենք այդ պահին գնացել եմ, ասենք ցլամարդեն եմ նայել, ցլամարդեն եմ էսքիզներ արել, բայց հիմա այդ ցլամարդի տպավորությունը, ցուլը, մարդը իր այդ պայքարը, կռիվը եւ այլն կամ սպարի, այդ դա չի նշանակում, որ ես պիտի ինքը ասենց պահի ես իրան նկարեմ։ Դա սարկված գործ կլինի։ Գնացել եմ, տեսել եմ սա Ամերիկայում շատ։ Հիմա մեկ ցին կարող ասես իրականության մեջ շարժվի, կարող են շարժվի, կարող եւ այլն։ Դա ինձ չի հետաքրքրել, ինձ հետաքրել է իր վիճակը, այդ պայքար հասկացողության վիճակը։ Այս 19 թվին եմ արել։ Հիմա այդ խնդիրները փորձել եմ լուծել արդեն իմ ընկալողությունով։ Հիմա ինձ չի հետաքրքրել, սա գույնի գծի խնդիրը չի հետաքրքրել, սա ցի կապուտը տեղին է։ Ես ես մտածված գույնային խնդիրները, ասենք, արված է արդեն նկարչական լեզվով, նկարչության մեջ բան անելով, ոչ թե ռեալիստական ցի, ռեալիստական աչք, ռեալիստական շատ բան, քիչ գույն հարաբերությունը, որը վալմարիզմը, վալմարն է, քիչ գույն հասկացողությունը այս նկարչության մեջ, կոնկրետ այս թեմայի մեջ, այս թեման ես այլեմ քիչ գույն հասկացողությունով։ Թեման է թելադրում քեզ ոնց մոտենաս, թեման ինքը թելադրում է, եթե ասենք
պայմանական ես անում եմ ջազային թեմա, ես չեմ ինձ հետաքրքիր չի որ ես նկարեմ ճիշտ սաքսոֆոն անեց, ոնց որ ասենք մարդը նվագում է։ Դա արդեն լուսանկարչական կամ բեմի վրա գնում տեսնում ես, հասկանում ես։ Ինձ հետաքրքիր է այդ երաժշտությունից առաջացած իմպուլսները, այդ երաժշտությունը ինչ գույն ունի, ինչ ռիթմ ունի, ինչ գիծ ունի, ինչ ֆորմա ունի, այդ էությունը, երաժշտության էությունն է ինձ հետաքրքրում, ոչ թե կոնկրետ անձը նվագելու process-ը։ Եվ այդ էությունը դա սիմվոլիկ է, այդ գիծը, գույնը, որ ինքը նվագում է։ Երաժիշտները շարքում Վալմարն ընտրում է երաժշտության, նրբաթերթ ոսկու գունախաղում եղեղացող հնչյունների հետ ձայնակցող ուղղահայաց հարթությունների ռիթմը, որն ստեղծում է յուրահատուկ արևային ցոլք, լույսի արտացոլումներ, ստիպելով հանդիսատեսին դիտել կոմպոզիցիան տարբեր տեսանկյուններից։ Այսպես, կտավների նորագույն շարքը արված գույների ուշագրավ համադրությամբ և բաղադրական կոմպոզիցիոն լուծումներով փոխանցում է ջազային երաժշտության արտահայտչականությունը։ Ասենք նկարներ կան, որոնք որ երաժիշտներին են նվիրված, ջազին են նվիրված, ասենք տեղ, թեմատիկան ոնց որ ասենք ջազային երաժշտությունն է, անկախ քեզնից ոնց որ լսես այդ երաժշտությունը։ Ես նկարելուց միշտ երաժշտություն լսում եմ, մեծամասնությամբ երաժշտություն լսում եմ, հիմա դա նայած ինչ եմ նկարում, ինչ տիպի երաժշտություն է ինձ հետաքրքրում, դա լսում եմ, օրինակ հիմա ջազային թեմաներով, ես բոլոր ջազային թեմաներով արված գործերից մեջ ես այդ ջազային երաժշտությունը լսել եմ, միացնում եմ ձայնած կավառակներին, թվերին Ամերիկայից տալիս էի թանկարում էի, բերում էի դիսկերը, բաները եւ այն մի խոսքով, երաժշտությունը գեղանկարչության քույրն է, ինձ համար իմ քույրը երաժշտությունն է, նկարչության մեջ։ Վալմարը երբեմն նշում է. երաժշտություն, հատկապես ջազ շատ եմ սիրում։ Այն ինձ հանկարծակի է բերում, փակ դռներ բացում։ Եթե նկարիչ չդառնայի, ջազմեն կլինեի։ Երբ Նյու Յորքում Սարա Բրայթմանի համերգին ներկա գտնվեցի, մի ամբողջ տարի նրա երգեցողության ազդեցության ներքո էի, միացնում էի երգերը և ինքնամոռաց նկարում։ Ջազայինի առավելությունը նա է ինձ համար, որ ինքը քեզ դու չես կարող ենթադրել ինքը քեզ ուր է տանում։ Սովորական երաժշտությունը, ասենք հիմա որ հնչում է, դու ասենք կարաս ենթադրես այդ նոտայից հետո, այդ բանից հետո ուր է տանելու։ Ինչ տիպի երաժշտություն կա, ուր է տանելու։ Ջազայինը հանկարծակի է քեզ բերում։ Մութ սենյակները բացում է, մեր տեսնում ես լույս է, հետո մեր փակվում է, հետո ինչ է լինում։ Երբեք դու չես կարող ընկալել շարունակությունը, ջազի շարունակությունը նվագելու ընթացքի մեջ, այս նոտան պիտի բացել լինի, այդ նոտան պիտի լինի, սաքսոֆոնը պիտի ինչի, ուտարնիկը պիտի խփի, ինչ պիտի լինի, ինչ պիտի չլինի։ Շատ բան է։ Դա ինձ համար հետաքրքիր է։ Որ բացատրելի չի։ Ինքը թակուն ձևով քեզ sense տանում է, դու հետարգում ես իրան։ Ես հետարգում եմ այդ նոտային երաժշտան, ջազային, ինքը ինձ տանում է։ Վալմարը ես ուզում եմ կրկնվեմ, որ իր ճանապարհը անցնում է շատ գեղեցիկ, շատ դժվար, շատ խորհրդավոր եւ այդտեղ ստեղծում է իր մեծ աշխարհը, քանի որ գույնային աշխարհին տիրապետելը շատ քչային է տրված։ Ես հիանում եմ դրանով եւ գիտեք շատ ուրախ եմ, որ ես իր ժամանակակիցն եմ։ Յուրաքանչյուր ազնվորություն արվեստագետ պիտի զգացմունքներով ապրի, ես զգացմունքներով եմ ապրում։ Այո, զգացմունքները կարևորում եմ, հետո միշտ չի որ ասենք բանականությունը կարող հաղթի իմ ուղեղը կարող հաղթի, երբեմն իմ զգացմունքները արվեստի մեջ դենց է, որ ասենք հիմա եթե ես ահավիկ շարք արեցի, հետո եկավ ասա մի կետ, որ աբստրակցիայի վերածվեց, ասենք այդ ռեալիզմը գնաց դարձավ աբստրակցիա, այդ զգացմունքները բերեց նրան հասցրեց, զգացմունքային աշխարհը
ազատության մեջ է, զգացմունքները շոշափելի չեն, տեսանելի չեն, ընկալելի չեն։ Դրանք առաջանում են անկախ քեզանից։ Եթե դու զգացմունքների մեջ ես, դու ավելի եթերային ես, դու ավելի սավառնող ես, դու ավելի հետաքրքիր ես, դու ավելի հարուստ ես։ Իսկ ամենակարևորը իր անձի մեջ էներգիայի մեծ աղբյուրն է եւ բնականաբար դրական էներգիայի ինչն էր նաեւ արտացոլվում է իր նկարների մեջ եւ այդ էներգիան մենք ստանում ենք նկարին դիտելով մենք ստանում ենք ստեղծագործողի էներգիան դա շատ կարևոր է եւ դրա համար էլ նկարները շուտ չեն սպառվում իրենք խորություն ունեն եւ այդ դրական էմոցիաները փոխանցվում է դիտողին ինձ համար գեղանկարչի աշխարհը հոգեհարազատ էր այնքանով, որքանով դրսևորվում էր նաև հավատքը կտավի պատկերի միջոցով։ Եվ այդ հավատքի մեջ զգում էիր այն ջերմեռանդությունը, որ կարող ես տեսնել եւ ապրել եւ զգալ աղոթքի պահին, եկեղեցում, տաճարում։ Հարազատորեն փոխանցվում էր։ Անելով ռեալիստական շատ բաներ, հիմա իրականությունը ինչ է, ասված կամ տիրամայր կոնկրետ կերպար չի, կոնկրետ անձ չի, որևէ մի ազգին նման կին չի, ինչ-որ որ ասեց այս սա տիրամայր է, ասեց ճապոնացու նման, հայ նման, իտալացու նման, դա ոգի է, դա էություն է, դա գույն է, դա ֆորմա է, դա գիծ է։ Կերպար չի կոնկրետ, կերպարը հասարակ մարդա, որ քեդի վրա քայլում է կոպիսած, նա հոգևոր մարդա, որ ասենք մեր կողքին չի։ Ինձ հետաքրքրն է Տիրամայրը, Կրկին Քրիստոսը, այս մոգերը, որ խոնարհվում են, գույն, գիծ, ֆորմա, այս լույսը, այս դրետները, այս տատանումները, եւ այլն, փորձել եմ այդ խնդիրը լուծել իմ ընկալողությունով, իմ մտածումով, կամ Քրիստոսը, կամ եւ այլն, հիմա Վալմարի ստեղծած սրբապատկերը իր ժամանակին շատ է հավանել ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինը։ Վալմարին ասելով, քո տիրամուր առջև կարելի է անգամ մոմ վառել։ Վալմարի նկարած սրբապատկերներն այսօր զարդարում են Հայաստանի Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Իսրայելի հայոց եկեղեցիները։ Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում են կախված նրա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Սուրբ Գրիգոր Նարեկացի սրբապատկերները։ Այս ձերքը, Քրիստոսի խաչի ձերքը, իր ամբողջական, իր ուժը, իր զգացական իմպուլսները նկարչության մեջ նկարելու ընթացքում երբ որ գալիս է վերևից մտնում է քո մեջից տեղափոխվում է կտավին, այդ նկարը դարերով ապրում է։ Դա բանալին քո ձեռքը չի։ Դա քո ձեռքի շնորհը չի, դա քո ուղեղի շնորհը չի, ոչ էլ քո աչքի տեսողությունն է։ Դա վերևից գալիս մտնում տեղափոխվում է։ Եթե չկա դա, ուրեմն երկար կյանք չունի այդ արվեստը։ Եվ ինչու՞մ է կայանում նրա եզակիությունը, ինչու՞մ է կայանում նրա մեծությունը, որ ինքը տարիներ շարունակ, սկսած 70-ական թվականներից, 80-ական մինչև այսօր, նա միշտ կերտել է իր հոգու տեսիլքները, այսինքն իր սեփական աշխարհը փորձել է մեզ ներկայացնել ամեն տասնամյակ կամ ամեն շրջան յուրովի է։ Մենք տեսնում ենք, որ նրա աշխատանքները գրեթե չեն կրկնվում եւ ամեն մի շրջան ունի իր յուրահատկությունը։ Այստեղ կա եւ ֆորմաների արվեստ եւ իրապաշտական արվեստ եւ նատյուրմորտներ եւ բնանկարներ եւ պորտրետներ, սակայն յուրաքանչյուր ժանրի մեջ, յուրաքանչյուր ուղղության մեջ Վալմարը ցուցաբերել է իր պրոֆեսիոնալիզմը, ցուցաբերել է իր գիտակցությունը, աշխատասիրությունը, իր մանրուքների եւ ընդհանուրի հանդեպ բծախնդրությունը, ճաշակը շատ լուրջ վերաբերմունք է ունեցել ինքը իր աշխատանքի, իր գործի հանդեպ եւ այդ սերը, այդ էներգիան, այդ ներշնչումը, այդ լավատեսությունը ամեն ինչ արտահայտված է այս հրաշալի ստեղծագործությունների մեջ, գունեղ, լավատեսական եւ միաժամանակ ամբողջական պատկերացում են տալիս նկարչի ապրած կյանքի
ստեղծագործական կյանքի եւ իր վերաբերմունքը իր գործի նկատմամբ։ Շատ դիմանկարներ եմ արել, որոնք հիմնականում ինքնադիմանկարներ եւ ընտանիքի անդամների դիմանկարներ են, ընդ որում մեծ վարպետությամբ արված։ Աշխատանքները շատ են եղել, սակայն կատալոգներում պարզապես քիչ են ներկայացված։ Գյումրիում այնքան դիմանկարներ եմ արել, գրողներ, դերասաններ, արվեստագետներ, դրանցից 3-ը Արցախի պետական պատկերասրահում էին գտնվում։ Կան նաև Սարդարապատի թանգարանում, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին այնտեղ տեղափոխվեցին հրթիռակոծվող բնակավայրերից։ Ունեմ ինքնադիմանկարներ, որոնք պատկերասրահներում են, որոշ դիմանկարներ նվիրել եմ բնորդներին։ Չէ, իմ ասինքն եթե ես իմ կնոջն եմ նկարում, իմ կնոջ մեջ իմ կինն է, իր հանդեպ զգացմունք ունեմ, չէ, իմ սերը իր հանդեպ, դա գումարվում է, որ դու իրան նկարես սիրով, իսկ սիրով ծնվածը արդեն ուրիշ է, սարքվածը ուրիշ է։ Հիմա գունային հարաբերությունը, ներքին տրամադրությունը, ներքին աշխարհը, քո մոտեցում իրան, հետո նկարից հետո ունեմ, ասում են սիրով է նկարել։ Դա անգամ դիտողը ընկալում է, որ այն սիրով արել է այս։ Առանձին խոսակցության նյութ կարող է լինել Վալմարի գրաֆիկան, արված քնարական շնչով, կորերի և գծերի բացառիկ ներդաշնակությամբ։ Նկարիչ Աշոտ Մելքոնյանը նկատել է, որ իր նոր տեխնիկայի կատարելությամբ, ինքնատիպությամբ և վարպետությամբ այն կարող է ցուցադրվել աշխարհի ցանկացած երկրի ամենահեղինակավոր պատկերասրահներում և մեծ բարձունքներ նվաճել։ Այս գործերը սա աշխարհը որ գնացին եմ, որ տարին եմ, ասենց բոլորը հիացած, բոլորը արժեքավորելով, գնահատելով, որ այս տեսակ նկարչություն դու բացես սա արվեստի պատմությունը նայես ռեալի եւ աբստրակտի խառնուրդ, ասենք համբույրա այդ կողքերը եւ այլն, դա եզակիությունը իր ձևի մեջ, իր ամեն ինչի մեջ, իր նյութով, այդ ոսկիները անգամ օգտագործած ճանապարհին այդ բաները կան եւ բնանկարներ եւ ֆիգուրատիվ կոմպոզիցիաներ, կան նաեւ աբստրակտ մտածելակերպ, բոլորն էլ արված են անկեղծ, անմիջական, որովհետեւ դա շատ կարեւոր է արվեստում։ Ոչ այնպես պետք է լինի, որ դու հերվից նայես մարդու նկար, ասես, սա Վալմարն է, սա էս է։ Եվ կարծում իր մոտ դա վաղուց է ստացվել եւ կարծում եմ դա ամենակարևորն է նկարչի համար ունենալ իր եսը, իր խոսքը եւ փոխանցել դա մարդկանց, հա։ Ես շնորհավորում եմ։ Չգիտեմ, թեկուզ ուրիշ նկարներ նայելով էլ, էլի ես մեկը հասկանում եմ, որ չէ, իմ պապիկի նկարածը մի քիչ ինձ ավելի հարազատ է, էլի ամեն դեպքում։ Դա էլի իր արժեքը ունեցել է իմ կյանքում։ Ոգեշնչում է։ Հա, բնականաբար ոգեշնչում է եւ ամեն ինչ փորձում եմ անել, որ էլի իրպես տենց հրճակավոր մարդ դառնամ, ճիշտ է, չգիտեմ նկարիչ որպես կլինեմ թե չէ, բայց կաշխատեմ թեկուզ որպես ճարտարապետ։ Արվեստը ազգի արժեքն է, ազգի մեդալն է, ոնց որ ասած։ Եթե ուզում ես գնահատես այդ ազգին, դու նայես ինչքան մշակույթ ունի։ Եկեղեցիներով ենք հպարտանում, մանրանկարչությունով ենք հպարտանում ենք, ասենք, մեր մշակութային դաշտի Արամ Խաչատրյանով, Մարտիրոս Սարյանով, Քոչարով, Աշիկ Գորկիով եւ այլն։ Դու անունը տալիս ես ու քո ազգի դան քո թիգունքն են։ Դու ուժեղ ես, երբ որ քո թիգունքը մեծ է, շատ է։ Երբ որ թիգունք չունես, դու կարաս փչենքես, դու կլորվես գետին։ Մի հեմանկետ ունենաս, իսկ հեմանկետը շատ կարևոր է, նկարչի համար շատ կարևոր է հեմանկետը իր ընտանիքը։ Երբ որ լավ ընտանիք ունես, լավ հեմանկետ ունես, լավ երեխեք ունես, այդ ջերմությունը, այդ բանը քեզ ուժ է տալիս, Վալմարի հայրիկիս գեղանկարչական ամբողջ ստեղծագործական ընթացքի մեջ գունային կոլորիտը շատ հագեցած է, այսպես կանաչների իր յուրահատուկ, այսպես ավելի հակված հենց իրեն, հա, որ ինքն է հատկապես օգտագործում գունային այդ կոլորիտը, դա բնականաբար ժառանգաբար նաև գուցե անցել է ինձ գունազգացողությունը, բայց ամենակարևորը ես ժառանգել եմ հավանաբար սերը գեղանկարչության հանդեպ, ամենակարևորը։ Հիմա ինձ ասենք հետաքրքրում է, որ ասենք ունենամ հայկական թեմաներով
հայկական եկեղեցիներ են, թե հայկական ինչեր են, մասի սարով իր ամեն ինչով, բայց հիմա հայկական թեմաներն ա ուղեկից մեջ, դա էլ այն առումով առաջացավ հայկական թեմաներ, որ ասենք ինձանից ոնց ասես պահանջ ներկայացվեց իմ գործերի արվեստի նկարչության մեջ, ասենք օտար երկրների ներկայացնելու Հայաստան հասկացողությունը նկարչությունով էլի։ Եվ այսպեսի ամբողջական ցուցահանդես չէի տեսել Վալմարից, տեսել էի շատ գործեր, մանավանդ այնտեղ ունի գրաֆիկական եւ այլն շարք ունի 75-80 թվերի, նրանք որոշ բաներ տեսել էի, բայց այսպեսի ամբողջական եւ այսպեսի հսկա հզոր ցուցահանդես չէի տեսել, շատ ուրախ եմ, շնորհավորում եմ մեր ընկերոջն ու գոլեգային։ Մինչ օրս Վալմարն ունեցել է 50-ից ավելի անհատական և 133 խմբակային ցուցահանդես, կազմակերպված Հայաստանի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնությունում, Եվրոպայի, Միջին Արևելքի, Ճապոնիայի, Միացյալ Նահանգների և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում ու պատկերասրահներում։ Իմ շնորհակալությունը ձեզ բոլորիդ, որ ձեր հավատով, ձեր ներքին էներգիայով, դրական, ձեր զգացողությունով իմ կողքին եք, ամոչ իմ նկարչության գաղափարը, իմաստը, աշխատասիրության, իմ լսելով, ենթարկվելով իմ սրտին ու հոգուն, ձեզանից ստացած դրական էներգիան է, իմ հողից ստացած, իմ ժողովրդից ստացած դրական էներգիան է, որ ինձ ուժ է տալի եւ ես փորձում եմ այդ ուժը օգտագործել, ստեղծագործելու եւ այլն եւ այլն։ Ես հիմա ցանկություն եմ ունեցել նկարել, անդադ նկարել եմ փոքր տարիքից։ Մեր ազգության մեջ նկարիչ չի եղել, արվեստի մարդ չի եղել։ 10 ժամանակ նստում էի, նկարում էի, դասատուն նեղվում էր, ասում էր 10-ին չի կարելի նկարել, ծնող կանչեց, ասեց քո երեխան 10-ին խանգարում է նկար անելու։ Հա, տարիք նկարչական դպրոց, միգուցե իր մեջ նկարչական մի բան կա, պահանջ կա։ Նկարչական դպրոցում գնացել եմ, տուն եմ 4 տարի սովորել եմ, Հակոբ Անանեգյանը դասատվել, որից հետո շարունակել եմ Գեղարվեստական ինստիտուտ, ավարտելով Երևանի Գեղարվեստական ինստիտուտը։ Հետո նույնպես բանակ եմ գնացել մի տարի, վերջը հետո Գյումրի պատասխանատու քարտուղար նկարչների դպրոցի տնօրեն, մինչև 80 թվականը, ամուսնանալուց հետո 76-ից հետո 80 թվականից տեղափոխվել ենք Երևան։ Վալմարն առաջին գեղանկարիչն էր, որ իր արվեստի սրահը բացեց Երևանում։ Ամեն տարի ապրիլի 21-ին ծննդյանս օրը Վալմար արվեստի սրահում հավաքում եմ հյուրերի և ներկայացնում անցած տարում արածից հաշվետվությունը։ Միշտ հետաքրքրությամբ եմ նայում նկարներս դիտողի աչքերին, փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում նրա հոգում, նկարը կարողացավ արդյոք դիտողի վրա ազդել, եթե այո, ուրեմն նկարը հաջողված է։ Իր անցած ստեղծագործական ճանապարհը երբեմն այսպես է բնութագրում մեծանուն գեղանկարիչը. նկարելը հաճույքից բացի նախևառաջ տառապանք է։ Նկարելու ընթացքում ժխտում ես ինքդ քեզ, հետո հաշտվում, կռվում քեզ հետ, սիրում ու հասկանում քեզ։ Այդ ամենից հետո արդեն հանրությանն ես պարգևում սիրուց ու տառապանքից, կամ տառապալից սիրուց աշխարհ եկած ասելիքդ, որ հիմա էլ ուրիշները ժխտեն ու ընդունեն, կռվեն, սիրեն ու հասկանան քեզ։